Բարև ձեզ, Alpha News-ի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու Գոհար Մելոյանին։ Տիկին Մելոյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Նախ սկսենք իրադարձային նորություններից, որոնք այս պահին րոպե առ րոպե փոխվում են, եւ այսպես առավոտյան քննչական կոմիտեն հաղորդեց, որ 50 հասցեներում խուզարկություններ են իրականացվում ու կարծես թե այս խուզարկությունները իրականացվում են ձեր թիմակցի Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձեր տեղեկություններն այս պահին ինչպիսին են, որտեղ են այդ խոզարկությունները անցկացվում, կոնկրետ ձեր համակիրների, ձեր աջակիցների տներում, գրասենյակներում բերման ենթարկվածներ կան։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մի հետաքրքիր նորություն ասեմ, որից քիչ ենք խոսում։ Սա առաջի դրվագը չէ, երբ մեր քաղաքական ուժի նկատմամբ Ուժեղ Հայաստան կուսակցության եւ մեր Ուժեղ Հայաստան դաշինքի արդեն նախընտրական քարոզչության ծիրում նման միջամտություններ են իրականացվում իրավապահ մարմինների մասնակցությամբ։ Այստեղ այս իրավիճակը ու այս միջամտությունները բացառապես իշխանության վախերի մասին է խոսում եւ ակնհայտ է, որ իրենք ունեն գիտակցում, որ առանց միջամտությունների արհեստական եւ ոչ իրավական իրենք չեն կարող հաջողություն ունենալ ընտրական գործընթացում։ Այսինքն լեգիտիմ օրինական ընտրություններով այս իշխանությունը, այս կներեք իշխանություն չէ, այս քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը, որը մասնակցում է ընտրություններին ու որը ըստ էության նորմալ իրավական ժողովրդավար պետությունում պետք է մեզ բոլորիս նման հավասար իրավունքներ ունենար ու հավասարության սկզբունքով ընտրական գործընթացի մասնակցելիություն ապահովեր, իրենք ունեն գիտակցում ու համոզմունք, որ չեն կարող օրինական հավասար պայմաններում վերընտրվել։ Այդ իսկ պատճառով այդ ջղաձգումները պայմանավորված են հատկապես մեր քաղաքական ուժի նկատմամբ, որովհետև հենց երեկվա հանրահավաքը, որտեղ մոտ 80,000 մարդ էր ներկա գտնվում, ես կարծում եմ, չգիտեմ դուք ներկա եք թե ոչ, այդ էմոցիան անգամ կադրից էր փոխանցվում, իսկ էմոցիա իրապես կար, հույզեր կար, մարդիկ են եկել սպասումներով, ակնկալիքներով, մեզ պարտավորեցնելով եւ իրենք են մասնակցելիություն ունենալով դա մի բանի մասն է վկայում, որ մարդիկ տասնյակ հազարներով իրենց աջակցությունն են ցուցաբերում ու անկախ այդ փորձերից, որ փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, որ փորձում են մարդկանց նկատմամբ արհեստական միջամտություններ թույլ տալ, հակառակ էֆեկտ է ունենում։ Օրինակ, մեկ մեր համակրիտ անում են, իր փոխարեն եւս 10, 100 1000 մարդ գալիս է եւ մեզ է աջակցում, որովհետեւ մարդիկ արդեն հոգնել են այդ միջամտություններից, այն իրականությունից, երբ իրավապահ մարմինը դարձել է բացառապես իշխանության քաղաքական շահը սպասարկողը։ Ես ցավով եմ այդ արձանագրումը իրականացնում, որովհետեւ մեր երկրում զուգահեռ, երբ բյուջեն, իրավապահ մարմինների օրինակ ներքին գործերի նախարարության եռապատկվում է, դրան զուգահեռ եռապատկվում է հանցագործությունների տեսակները։ Ըստ մարզերի մենք ուսումնասիրություն ենք կատարում, աղետալի, սոցիալական ցուցիչներին զուգահեռ, օրինակ աղքատության էական աճ որոշ մարզերում ընդհուպ կրկնակի, օրինակ Տավուշում, Վայոց ձորում, Գյումրիում ընդհանրապես ամենաբարձր աղքատության ցուցանիշն է արձանագրված 43% աղքատություն է այս բայդրությամբ։ Դրան զուգահեռ նաև հանցագործությունն է կրկնապատկված կամ եռապատկված 18 թվականի համեմատ գրեթե բոլոր մարզերում, հատկապես ծանր հանցագործության տեսակները։ Որն է պատճառը, եթե ավելացվում են քանակապես իրավապահ մարմինները, ինչու է հանցագործությունների թվականակը աճում։ Պատճառն ակնհայտ է, որովհետև իրավապահ մարմինների ռեսուրսը առավելապես քաղաքական նպատակներով է ծառայում։ Մեր երկրում գրեթե չկա ընդդիմադիր վառ գործիչ քաղաքական ուժ, որոնց նկատմամբ չկան իրավական գործընթացներ ու միջամտություններ։ Հիմա մեր պարագայում ես ցես թվեր ասեմ, մոտավորապես 400 մարդ տարբեր գործերով հրավիրվել է, բերման է ենթարկվել, այսօր թե քարոզարշավի այս ողջ ընթացքում համալիր կերպով թիվ եմ ասում, նրանցից շատ քչերին համար է դա հետևանքային եղել, երբ նրանց նկատմամբ միջամտություններ կամ խափանման միջոցներ է կիրառվել, օրինակ վարչական հսկողություն, տնային կալանք, ընդհուպ անգամ թեկնածուների, մեր պատգամավորության ցուցակի թեկնածուները այդ թվում ներառված են։
բայց այսօրվա դեպքն էլ բացառություն չէ, ինչ են անում երեկվա ցնցումները պետք է դրսևորում ունենան, հարցակվել են, այո, հարցակվել են, որովհետև նորմալ իրավական երկրում կարելի է ծանուցագրեր ուղարկել, մարդիկ գնային, զրույցեն, վկայություն տային, հարցակվեն եւ այլն։ Այդպես կառուցվել իրավական գործը, առավել եւս մեր համագիրներն ու աջակիցները ու կուսակից ընկերները ակնկալում են, հա, իրավական միջամտությունը, բոլորն է հոգեպես պատրաստ են այս գործընթացների, բայց ոչ իրենք էլի, հա, այտենց ոչ իրավական ավտորիտար ռեժիմին հարիր ձևով ներ են խուժում, կոտրում են դռներ, գրասենյակներ թե մարդկանց տներ։ Տներ, զուգահեռ տներ եւ գրասենյակներ, տներ եւ գրասենյակ, օրինակ միտեղ ինչ են արգրավվել։ Միտեղ գնում են քարոզարշավի, որ եթե տենց շատ ազդեցիկ հաջող է անցնում, անպայման հաջորդ օրը այդ գրասենյակում հյուրեր են ակնկալում, բայց ասում եմ, ինչպես տեսնում եք, այս ամիսների ընթացքում այդպես էլ չեն հաջողում կատվածահար անել մեր գործունեությունը, դրա համար էլ տենց միտված չենք հրապարակելու, որովհետեւ տեսեք, իրանք ինչքան մարդ են ձերբակալելու, այդքան մեր երկրում ոչ քրեակատարողական հիմնարկ կա, ոչ էլ տեղ կա։ Երեք 80,000 մարդ էր եկել, այդ 80,000, 1 միլիոնից ավել մարդ էլ հետևում է այս գործընթացներին, մենք համոզված ենք, որ այո, 100,000-ների աջակցություն ունենք, ինչ է պատրաստում են մի ողջ Հայաստանի Հանրապետություն կալանավորել, չի ստացվելու իրենց մոտ, ասեմ ավելին, ես շատ կուզեի ընտրական գործընթացներից խոսել, որովհետև զուգահեռաբար նաև քանի որ ես մարդ եմ, ով ընտրական գործընթացներում փորձառություն է նախորդիվ ունեցել, գիտեք, առաջի անգամ է որ կուսակցության եմ անդամակցել, բայց մինչ այդ որպես անկուսակցական, որպես իրավաբան, իրավապաշտպան ես ղեկավարել եմ դիտորդական առաքելություններ, այսինքն վերահսկողություն ենք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում մի շարք ընտրական գործընթացների նկատմամբ եւ շատ հաջող է մեզ դա հաջողվել, ուղղակի խնդիրային է եղել, մի քիչ փոքրականակ ռեսուրս ենք ունեցել, բայց անգամ այդ փոքրականակության ռեսուրսի արդյունավետությունը շատ բարձր է եղել, որովհետև թե արձանագրել ենք խախտումներ, թե կանխարգելել ենք ընտրախախտումներ, ու ասեմ մեր հայրենակիցների համար հատուկ ընտրախախտումները լինում են ոչ միայն քվեարկության օրը, այլև դրանից առաջ նախընտրական քարոզչության ընթացքում, օրինակ այս միջամտությունը մեր նկատմամբ, որ անընդհատ մարդիկ են բերման ենթարկվում, դա ընտրական խախտում է, ընտրական գործընթացի խաթարում է։ Օրինակ այն հանգամանքը, որ մեր քաղաքական առաջնորդը հնարավորություն չունի քարոզչությանը մասնակցելու, որովհետև դատարանը նրա նկատմամբ անգամ տնային կալանքի պայմաններում բոլոր արգելքները վերացրել է, տեսակցության, այցերի, միակ արգելքը տնից դուրս գալն է, ըստ էության տեղաշարժի սահմանափակումն է, ակնհայտ նպատակով, հա, որ պարոն Կարապետյանը ուժեղ Հայաստան դաշինքը ֆիզիկապես չառաջնորդի ու պատկերացնում եք օրինակ եթե երեք մեր առաջնորդի առաջնորդությամբ մենք մուտք քայլերթ իրականացնենք ու մուտք գործենք հանրապետության հրապարակ ես համոզված եմ որ պատկերը այլ ավելի այլ կներ ես համոզված եմ հա երակի անգամ ավելի տենց պայթուցիկ վիճակ ստեղծվել դրական առումով որովհետև մարդիկ իրապես հենց պարոն Կարապետյանի նկատմամբ առանձնահատուկ սեր հարգանք ջերմություն ու վստահություն ունեն եւ մեր այցերի մարզային այցերի ընթացքում բազմահազար մարդիկ մոտենում են, իրենց աջակցությունն են հայտնում եւ իրենց վստահությունն են հայտնում, իրենց նվիրվածությունն են հայտնում, շնորհակալությունն ու երախտիկն են հայտնում եւ մարդիկ այո այդ կուտակված փոփոխության պահանջը, այդ փոփոխության քամուկարիք ունեն, որը մեր քաղաքական ուժը այդ ուղերձը իր հետ բերում է։ Երեկվա հանրահավաքը, որը դուք էլ նշեցիք, որ շատ էներգետիկայով առանձնանում էր, այո, տարբեր հաշվարկներով 80,000 մարդեր ներկա, գլխավոր ուղերձը թերևս այն էր, որ 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը պետք է կանխարգելվի, որովհետև ինչպես ձեր առաջնորդն է սիրում նշել, Ալիևը եւ նրա մարզպետը, այսինքն Նիկոլ Փաշինյանը ունեն այդ պլանը, նրանց այստեղ բերելու, բնակեցնելու, բայց ձեր թիմի նպատակն է կանխարգելել այդ սպասվելիք, եթե կարելի է այդպես ձևակերպել, այդ սպասվելիք գործողությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է դուք ադրբեջանական նարատիվներ եք տանում, ասում է չկա այդպիսի հարց օրակարգում եւ երեք էլ Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ ասում էր չկա վերադարձի թեմա, բայց դրանով փակվում է նաեւ հայերի վերադարձի թեման։ Մեկ այլ հարց է, որ իհարկե ադրբեջանցիների եւ արցախցիների հարցը մեկ հարթության մեջ է դնում, դա էլ իր հերթին սխալ է, բայց մյուս կողմից այսպիսի հայտարարություն է հնչում։ Դուք ինչու եք այդքան վստահ, որ եթե Փաշինյանն է վերընտրվելու, իսկապես
ինչպես այդ ծրագիրը իրականացնելու է, որտեղից է գալիս այդ վախը, մտահոգությունը։ Վախ մտահոգությունը բացառապես փաստերից է գալիս։ Մենք ցավոք սրտի այն իրականությունում ենք արդեն 8 տարի ապրում, որ ստիպված ենք ադրբեջանական մամուլից մեր երկրում կատարվելիքի մասին տեղեկատվություն ստանալ ու ցավոք սրտի ամեն անգամ այդ տեղեկատվությունը հաստատվում է։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել եւ մանիպուլացրել է, ինչը իր մոտ հոյակապ է ստացվում ու հերթական անգամ շատ կարեւոր խոսույթ նարատիվ է բերել, օվերտոնի պատուհան է բացել, ինչը երբ մի նժարի վրա է դնում այդ Բաքվում ապրող ադրբեջանցիների մասին, ովքեր եթե անգամ մի մասը երբևիցե խորհրդային միության ժամանակ մեր երկրում բնակվել է, փոխհատուցումներ է ստացել երկիրը լքելու ու իր գույքի համար, ու ադրբեջանցիներին, հա, վերցնում ենք այդ, ովքեր որևէ իրավունք չունեն ու անգամ քննարկել է չի միջազգային իրավունքի իմաստով հետ վերադարձի հնարավորությունը իր նորմալ մեկնաբանության համատեքստում դնում են նույն նժարի վրա մեր արցախցիների հետ։ Ադրբեջանցիները ԽՍՀՄ ժամանակում Հայաստանի ապրած փոխհատուցում ստացած արցախցիներ, ովքեր ադրբեջանցիների կողմից բռնի տեղահանվել են, ըստ էության կարելի է ասել ցեղասպանության են ենթարկվել, տարերն են ակնհայտ։ Այդ գիտեք ինչի հավասար, օրինակ մենք բարձրացնում ենք Բաքու վերադառնալու մեր իրավունքը Կիրովաբադ վերադառնալու, եթե մենք այդ մասին խոսենք, այո, կարելի է նույն նժարի վրա քննարկել, բայց սրանք լրիվ տարբեր հարթությունների վրա հարցեր են, իսկ ինչ վերաբերում 300,000 ադրբեջանցիների օրակարգին, ինչ 44 օրյա պատերազմ է եղել է, Բաքվում ամենաբարձր մակարդակով պետական հովանավորչությամբ, իսկ այնտեղ բոլորիս համար է պարզ է, որ առանց պետական համաձայնության եւ հովանավորչության չեն էլ կարող նման հարցեր քննարկվել։ Այնտեղ քննարկվում է եւ օրակարգ է դարձել արևմտյան Ադրբեջանի վերականգնումը։ Արևմտյան Ադրբեջանը դա իրենց տրամաբանությամբ, այդ թվում Երևան քաղաքն է, որտեղ մենք այս պահին գտնվում ենք։ Ինչ են ասում են մենք նոր տեսլական ունենք, նոր օրակարգ ունենք մեր հայրենի հողերի ամբողջությամբ հետ վերադարձը, ասեմ շատ հետաքրքիր զուգադիպություն է, որ հենց հիմա մենք այստեղ գտնվում ենք հունիսի 4-ին իրենց պետական համալսարանում էլի քննարկվում է արևմտյան Ադրբեջանի օրակարգը, իրենք արդեն ընդլայնում են, մասնավորեցրել են, ճյուղերի են բաժանել։ Այո, իդեպ Նախիջևանում էլ կոնֆերանս է լինելու։ Շուտով ամսի 18-19-ին է Նախիջևանում մեծ էլի պետական հովանավորչությամբ կոնֆերանս են իրականացնում, այսինքն պետական համալսարան, ակադեմիական համայնք, պետական ինստիտուտների մասնակցելիություն, Արցախի հայաթափման օրը իրենց պարլամենտում, մեջլիսում էլի խորհրդարանական լսումներ էին արևմտյան Ադրբեջանի վերականգնում օրակարգով։ Այսինքն սա ոչ թե իմ առաջնորդն է ասում, ոչ թե ես եմ ասում, ոչ թե մեր քաղաքական ուժն են ասում, սա հսկայական պետաիրավական ծրագիր է, որի հիմքում ընկած են իրավական ակտեր, ակադեմիական գործունեություն ու Ադրբեջանը ամբողջ պետական ռեսուրսով այս ծրագրի կյանքի կոչմանն է լծված։ Իսկ մեր իշխանությունները փոխարենը սա դրոշակ դարձնեն ու պայքար մղեն, թե էլ ուր է խաղաղությունը ստորագրվող, այս ինչ միջամտության է մեր պետության ինքնիշխանության նկատմամբ, էլ չասենք, որ արդեն իսկ Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը խաթարել է, հա, այս պայդրությամբ, երբ ամբողջ օրը դրոշները խփած ասում են խաղաղություն, ինքնիշխանություն, ադրբեջանական զորքերը հենց անգամ այդ իրանց Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ մեր ինքնիշխան տարածքներում են, էլ ինչ խաղաղություն, էլ ինչ տարածքային ամբողջականություն, էլ ինչ ինքնիշխանություն, եթե դու իրական ինքնիշխանության ես գնում, առնվազն հակառակ կողմը քո այս պահի ինքնիշխան տարածքի նկատմամբ հսկայական պետական ծրագիր չի կազմում, այդ թվում 300,000 ադրբեջանցիների չակերտավոր հետ վերադարձը, հա, էլ չասենք բովանդակային, եթե խորանանք ովքեր են այդ մարդիկ լինելու։ Ու այո, հարգելի հայրենակիցներ, եթե այս իշխանությունը վերարտադրվի, հերիք չի, որ այն պատերազմաբեր է ու մի հատ էլ դրան զուգահեռ 3 պատերազմ է բերել ու պարտվել, 3 պատերազմից հետո մնացել է իշխանության, 4-րդ պատերազմով է սպառնում մեր հայրենակիցներին, էլի 3 պատերազմները իդեպ սեպտեմբերյան են, հա, եղել։ 4-րդ սեպտեմբերյան պատերազմով է սպառնում, զուգահեռաբարել ադրբեջանական նարատիվը, իրենք են բերում մեր երկիր, իրենք մատ են թափտալի
մեր հայրենակիցների հայերիս վրա, փոխարեն թշնամու վրա, հակառակորդի վրա կամ իրենց նոր բարեկամի վրա, որի հետ խաղաղության են գնում, մատ թափ տան, որ եղբայր, որևէ տրամաբանության կանոններով սենց ինչ-որ խաղաղություն չի կառուցվում։ Ոչ, հարգելի հայրենակիցներ, սրանք փաստեր են շատ ակնհայտ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, գալու են 300,000 ադրբեջանցիներ։ Իսկ եթե ուզում եք իրապես խաղաղություն, երաշխավորված անվտանգություն, ընտրեք համար 3 մեր քաղաքական ուժեղ Հայաստան դաշինքը իր առաջնորդի ղեկավարությամբ 300,000 ադրբեջանցու փոխարեն բերելու է 300,000 աշխատատեղ։ Ու էլ չասեմ մնացած մեր սոցիալական ծրագրերը ու կրկին խոսեմ իմ առաջնորդից պարոն Կարապետյանը այն մարդն է որ իր ողջ կյանքում նախ հայերի կողքին է եղել իր գործով է ապացուցել իր կարողություններն ունակությունը ու հայրենասիրությունը ընդհանրապես հայասիրությունը որովհետև ինքը հայ մարդուն սիրում է ու ամեն ինչ արել է որ հայ մարդը իր հնարավորության սահմաններում բարևոք ապրի ու բարևոք միջավայր ունենա Հիմա ինչպես անգամ չի էլ կարելի, այս ընտրությունը վիրավորականել է անգամ պարոն Կարապետյանին Նիկոլ Փաշինյան գործչի հետ համադրելը, որովհետև իրենց ասում եմ արդուն գործով դատեք։ Ինչ երբևիցե Նիկոլ Փաշինյանը մի բարեգործության օրինակ կարող եք ասել, որ մասշտաբային մի բան արել է իր անձնական ռեսուրսի հիմքով, ոչ թե պետության, թոշակ են բարձրացնում մեր հաշվին։ Դա ժողովուրդ ջան, մեր բոլորի գրպանից դուրս եկող գումար է, ես շատ ուրախ եմ, որ մեր թոշակառուները հնարավորություն կունեն, ել չեն ասում, այդ 10-20 հազարը ինչի վրա է ծախսում, այլ տալիս են, բայց այդ 10,000 դրամը հետո բոլորից քթից է դուրս գալու, որովհետև պետ բյուջեով, որը ընդամենը նախորդ կիսամյակ էր հաստատվել, այդ թոշակի ավելացումը նախատեսված չէ, որտեղից գտան այդ գումարը, էլ չասեմ մնացած, վարչական ռեսուրսի կիրառմամբ դասական կաշառքների մասին, տանիքների նորոգումներ, նպաստներ համայնքի ավականիների կողմից եւ այլն, մի շարք սենց էլի անհավասար պայմաններ, մեր գրպանից մեզ ինչ որ կաշառք են տալի, փորձում են կամքի վրա բռնանալ Եթե թույլ կտակ, այստեղ մի կարևոր հայտարարություն անեմ, հարգելի հայրենակիցներ, մենք հատուկ խումբ ենք ստեղծել, թեժ գիծ ենք կազմել բոլոր ընտրախախտումները արձանագրելու համար։ Հեռախոսահամարն է 055 522 552։ Եթե ձեր նկատմամբ ճնշում են գործադրում, ձեր ազգակցականի, հարևանի, ընկերոջ, եթե ընտրախախտում եք արձանագրում, եթե կասկածելի իրավիճակ եք արձանագրում, անպայման խնդրում եմ ահազանգեք։ Ես ուզում եմ ասել, որ մենք ներկա ենք լինելու բոլոր 2005 ընտրատեղամասերում ու երաշխավորելու ենք մեր ընտրողների ընտրական իրավունքի լեգիտիմ իրականացումը, որովհետև ես արդեն բազմաթիվ ընտրություն եմ տեսել եմ ինչպես են շրջանցում իրավունքն ու օրենքը ու միջամտում մարդկանց կամքին։ Պետք է մաքսիմալ կանխարգել ենք դա եւ մեր նպատակը ուժեղ Հայաստանի նպատակն է, որ մարդը կարողանա ազատորեն իր կամքը արտահայտել, որովհետեւ ի վերջո մենք փորձում ենք վերադառնալ այն ճշմարտության ու իրականության, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ ժողովրդի կամարտահայտությամբ է իշխանությունը ձևավորվում։ Տիկին Մելոյան, դուք խոսեցիք ճակերտավոր ասած կաշառքի մասին, որը Փաշինյանն է տալիս ժողովրդին, այս օրերին, վերջին օրերին հատկապես իշխանությունն էլ ձեզ մեղադրում է, որ Ռուսաստանից գալիս են մեր ազգակիցները, որպեսզի քվեարկեն ուժեղ Հայաստան դաշինքի օգտին, դուք սա ինչպես եք մեկնաբանում ու ենթահարցը որևէ տեղեկություն ունեք, այդպիսի ահազանգեր ունեք, որ այն քաղաքացիները Հայաստանի, որոնք գալիս են Ռուսաստանից, տղաների մասին է խոսքը, նրանց կանչում են վարժական զորահավաքների։ Նախ լավ են անում, որ գալիս են այդ մարդկանց ընտրական իրավունքն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ Ռուսաստանում է, Եվրոպայում է, Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, ունի ընտրական իրավունք, ու ես շատ ողջունում եմ ու շնորհակալ եմ, որ այնքան գիտակից են, որ իրենց կամքի հետևից գալիս հասնում են հայրենիք, որ անպայման մասնակցեն ընտրություններին։ Ու այո, ունեմ ահազանգեր, ասեմ ավելին, իրանք քանի որ փորձում են պարոն Կարապետյան Ռուսաստանի հետ ասոցիացման այդ գիծը տանեն, ասեմ, նախ պարոն Կարապետյանը այն բացառիկ բիզնեսմեններից է, այդքան մեծ հնարավորություններ ունենալով, միայն Ռուսաստանում չի իր բիզնես գործունեությունն ու տնտեսությունը, ինքը աշխարհասփյուռ է Ամերիկայում, Եվրոպայում, Արաբական Էմիրություններում ու իրանից տասնյակ հարյուրավոր անգամներ քիչ ունեցվածք ունեցող բիզնեսների դեպքում, եթե կիրառվել է սանկցիաներ արևմուտքից,
Պարոն Կարապետյանի նկատմամբ չի կիրառվել այդ սանկցիաները։ Ինչի մասն է դա խոսում։ Դա խոսում է այն մասին, որ պարոն Կարապետյանը բալանսավորված անգամ բիզնես գործունեություն ունի աշխարհի բոլոր կենտրոնների հետ ունի շատ ջերմ, լավ փոխհարաբերություններ, ինչը փորձելու է իրացնել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մենք բազմիցս ենք ասել, հա, որ մեր արտաքին քաղաքականության տեսլականը դա բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։ Հիմա ինչ խոսելի է, ինչ են փորձում են ասոցացնել միայն Ռուսաստանի վրա։ Մենք տեղեկություններ ունենք, որ միայն Ռուսաստանից չեն, տարբեր երկրներից են գալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ու նաև նույնաբնույթ տեղեկատվություն է ստացել ենք, որ այլ երկրներից է քաղաքացիներին բերում են, էլի իրանց ասած հիբրիդային միջամտություն են անում իշխանության լծակներով, որ այլ ու ճնշում են մարդկանց, որ ի օգուտ իրենց քաղաքական ուժի կամ արտահայտությամբ հանդես գան։ Ես անկախ հարգելի քաղաքացիներ կլինեք Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից, չգիտեմ, Չինաստանից, դա ձեր իրավունքն է եւ ձեր ընտրական իրավունքը պետք է երաշխավորված լինի եւ այո, ապահովի, որ իրացվի ավելի վատ ինֆորմացիան եմ։ Ես ունեմ տեղեկատվություն Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հետ կապված, որ հիշում եք, հա, էլի հայտարարություն է տարածել, որ մինչեւ ամսի 26-ը վերջնաժամկետ կար, որ մարդիկ գային հաշվառվեն, դա նոր մեխանիզմ է, առաջի անգամ էր ըստ էության ընտրական օրենսգրքում սահմանված այս ընթացակարգը իրացվում, եւ բազմաթիվ մարդիկ, ովքեր անգամ ծանոթություններ են ստացել, որ դիմում էին ներկայացրել այս կամ այն ընտրատեղամասում գրանցվելու հաշվառվելու համար, իրենց հաշվառումների մասին տեղեկատվությունը հրապարակված ցուցակներն բացակայում են։ Բնականաբար այս ահազանգերի հետքերով գնալու ենք եւ կդիմենք թե կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե միգրացիա, բայց ես էլի հրավիրում եմ ուշադրությունը, որովհետեւ եթե բացահայտվի, որ սա հատուկ պետական միասնական քաղաքականություն է, մենք եւ նաեւ ասեմ, որ միջազգային գործընկերների հետ, ովքեր Հայաստանում բազմամարդ են ու դիտորդական առաքելություն են իրականացնում, ունենք ուղակի կապ, անպայման իրենց հետ կներկայացնենք, ասեմ այդ ապա տեղեկատվությունը, հա, հիբրիդային միջամտությունների հետ կապված, որ կոնկրետ մեր վրա են կենտրոնացված, շատ ցրվել է, որովհետեւ հակառակը մենք ենք քաղաքական ուժը, որ առավել շատ հիբրիդային միջամտության է ենթարկում։ Կարծում եմ բոլորդ էլ տեսել եք այն YouTube-յան ու արդեն անգամ հմեկյան տեսանյութերը, ինչպես են մեր առաջնորդի լուսանկարը, հա, տեղադրում ու այլա մեկնաբանություններ տալի, որը հակաքարոզչության իրավական նորմերի սահմաններից դուրս է, հա, հակա իրավական է, ու քանի որ մենք չունենք այդ պետական լծակներն ու մեխանիզմները, ցավոք սրտի էլի անհավասար պայմաններում ենք հայտնվել, բայց արդեն դատական գործընթաց ունենք, օրինակ հանրային հեռուստաընկերության դեմ։ Տիկին Մելոյան, Քարոզարշավի վերջին օրն է, դուք ինչպես եք ամփոփում Քարոզարշավը եւ ամենակարևորը, ինչ է սպասվում հունիսի 7-ին։ Ձեր թիմը, ձեր դաշինքը ունի այդ հաշվարկները, թե ի վերջո ժողովրդի մասնակցությունը նախ որքան կարող է լինել եւ ինչպես են ամեն դեպքում բաշխվելու ուժերը։ Կա այդ պատկերացումը, թե ովքեր են գնալու խորհրդարան։ Դե մենք բազմիցս արդեն ասել ենք, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի ու համոզմունք ունենք, որ այդ հաղթանակը արձանագրելի է։ Այդ համոզմունքը ուղղակի մտածածին չէ, մենք այդ համոզմունքը ունենք հաշվի առնելով մեր հայրենակիցների ջերմ վերաբերմունքը եւ աջակցությունը մեր նկատմամբ չնայած մեր նորածին քաղաքական ուժ լինելու հանգամանքից, մարդիկ տասնյակ հազարներով եկել եւ գրանցվել ու շարունակում են գրանցվել մեր քաղաքական ուժին ու ի հավաստում որպես վերջնակետ երեկվա հանրահավաքներ, շատ կրկին եմ ասում, շատ մոտիվացնող, շատ պարտավորեցնող, շատ էմոցիոնալ ու իրապես տենց հանրահավաքի այդ էներգետիկան զգալուց, մարդկանց հետ շփումից, ջերմ խոսքերից, հա, աջակցությունից հետո դու կրկին քո մեջ վերհաստատում ես, թե ինչի է քո պայքարը, որովհետև յուրաքանչյուրս մեր անձնական կռիվներ ենք մղում, զուգահեռաբար իմ բախտը բերել է, ես թիմ եմ ձեռք բերել, որտեղ արժեքային համընկնումներ ունենք, ես իմ առաջնորդին շատ հարգում եմ, որովհետև ինքը մարդը, ով իր ողջ կենսագրությունում մշտապես հայի կողքին է եղել, մարդը, ով օրինակ Հայաստանում, նորանկախ Հայաստանում առաջի եկեղեցին է կառուցել, երբ անգամ սեփական տունը կառուցած դեռ չի ունեցել, սա պարոն Կարապետյանը մեր նորագույն հայոց պատմության օրինակելի կերպարներից է լինելու եւ ես համոզված եմ, հա, մեր սերունդները դեռ շատ են իր օրինակով առաջնորդվելու ու պատիվ է այս ճանապարհը կիսել իմ գործընկերների հետ
Եվ իմ քաղաքացիներին կոչում եմ անպայման գնացեք ընտրության, որովհետև իշխող ուժը ամեն ինչ անում է, որ մարդիկ դեմոտիվացվեն ու չգնան ընտրության։ Հա սպառնում են տարբեր օրինակ ինֆորմացիա ունենք, որ վարչական ռեսուրսի ժողովրդին, հիվանդանոցների, մանկապարտեզների աշխատակիցներին ասում են անպայման կգնաք կլուսանկարահանեք, թե ում եք քվեարկել։ Ժողովուրդ ջան, հիմա չկա գրիչ կամ մատիտ։ Դրեք իրանց քվեաթերթիկը լուսանկարահանեք կամ տեսանկարահանեք, դիմացը ընտրախցիկում աղբար կղա լինելու, նետեք այդ իրանց քվեաթերթիկը աղբար կղա, այնուհետև վերցրեք այն քվեաթերթիկը, որին ուզում եք ձեր ձայնը տալ, տեղադրեք ծրարի մեջ, որևէ մեկը չի կարողանալու ձեզ վերահսկել։ Մենք էլ վերահսկելու ենք, որ որևէ մեկը ձեզ չվերահսկի, որովհետև նաև խաբում ասում են ընտրախցիկներում գաղտնի տեսախցիկներ են լինելու, չի լինելու գաղտնի տեսախցիկ։ Մենք մի օր առաջվանից լինելու ենք տեղամասերում եւ ստուգելու ենք։ Օրինակ նաև ասում են հանեք երրորդ համարի քվեաթերթիկը, որ ցույց տաք, որ իրենց չեք ընտրել։ Հարգելի հայրենակիցներ, մի դիմեք տենց ռիսկի, որովհետև դա խախտում է եւ ձեր նկատմամբ վարույթներ կարող է հարուցվեն։ Ես խորհուրդ չէի տա, հա, այդ սպառնալիքին տուրք տալ եւ այդ ռիսկին գնալ, առավել եւս, որ դա ձեր կամքի դեմ է։ Ընդհանրապես, եթե այլևս չեք ուզում, որ ձեր վրա ճնշումներ բանացնեն, սպառնան, ստիպեն ինչ-որ բան անել, հա, եթե ուզում եք նորմալ, բնականon, արժանապատիվ կյանքով ապրել ձեր ուժեղ Հայաստանում, գնացեք եւ ձեր կամքով ասեք, այդ մի օրն է վճռվելու, թե հետո ձեր ապագան ինչպես է կառուցվելու։ Իսկ ես համոզմունք ունեմ, որ երեք էլ այդ մոտիվացիան ու հիմքը տվեց, որ մեր ապագան կառուցվելու է ուժեղ Հայաստանում, ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ։ Ձեր ուժը որևէ հարցում ունի իր ձեռքի տակ, որ այդքան վստահ է, որ բացարձակ մեծամասնություն է կազմելու, որովհետև այս պահի դրությամբ մայիսի վերջի տվյալով կա երկու հարցում, Գելափի հարցումը եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը։ Ըստ Գելափի դուք ունեք 14.9%, առաջատարը Նիկոլ Փաշինյանն է, իսկ ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի ցավոք սրտի այնպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանից բացի որևէ մեկը անցողիկ շեմը նույնիսկ չի հաղթահարում։ Ես իհարկե չեմ սիրում պիտակավորել գործընկերներին, բայց առնվազն անվստահություն կարող եմ այս հարցումների արդյունքների նկատմամբ հայտնել, որովհետև կան այլ հարցումներ, որոնք մենք հրապարակել ենք այս պայդրությամբ քաղաքացիների մեծամասնություն, եթե ընտրություն լիներ հենց վաղ ընտրելու Նիկոլ Փաշինյան թե Սամվել Կարապետյան վարչապետ, մարդիկ մեծապես Սամվել Կարապետյանն են որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ տեսնում, ասեմ այս հարցումներից մեկը օրինակ նախորդ 21 թվականի ընտրություններին 20+% հավաքած քաղաքական ուժին տվել էր 3% հնարավոր հաջողություն, այնպես որ իրենք կարելի ասել, հա, ես չթիրախավորեմ գիտական առումով, բայց սոցիոլոգներ կան, որոնք ովքեր պնդում են, որ հարցումների տեսակով էլ է դրանց արդյունքները պայմանավորված լինելու եւ առնվազն մի շարք այլ հարցումների, որոնք իրականացվել են մեր ուժի կողմից կամ այլ անաչառ կազմակերպությունների կողմից, այդ թվերը բնավ առնչելիություն չունեն։ Հունիսի 7, անկախ նրանից, որ դուք հայտարարում եք, որ բացարձակ մեծամասնություն եք կազմելու, դուք ինչ եք կարծում, հաշվի առնելով նաև քարոզարշավի ժամանակ օրինակ այն, որ քաղաքացիական պայմանագրի քարոզարշավներին գնում էին ուսուցիչներ, ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, այդ թվում աշակերտներ, նրանք իհարկե ընտրելու իրավունք չունեն, դրա համար չցանկացա։ Դե բայց անթույլատրելի է, այո։ Հաշվի առնելով այդ փաստերը, դուք ինչ եք կարծում, օրինակ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ ընտրակեղծարարություններին, եւ եթե օրինակ ինքը պարտվում է, ինչ սցենարներ կարող են լինել, Տիկին Մելոյան։ Դե ես պատական չէ, որ այսքանը թվում է, ես ամբողջ ընթացքում ասում եմ, որ արդեն մեր ողջ քարոզչության ընթացքը ընտրակեղծիքներ են։ Այսինքն իրենք նախնական միջամտություն են ունեցել ընտրության արդյունքների վրա։ Սրանք այս մարդկանց ձերբակալել ապօրինի միջամտությունները, այդ ամենը ընտրական գործընթացի հավասարության, արդարության, թափանցիկության սկզբունքների ոտնահարում ու խախտումներ են։ Ու մենք մի շարք դրվագներով դիմում ենք բարբերաբար կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մենք գործ ենք, հա, հավաքում։ Մեծ զեկույց ենք հավաքում, որ այս ամենի հետքերով գնանք, այնուամենայնիվ ես համոզմունք ունեմ, որ իրենք ձախողում են գրանցելու հունիսի 7-ի ընտրության արդյունքներում, ինչ պետք է անեն, պետք է շնորհավորեն հաղթող ուժին եւ դառնան անցնեն հաշտվելու process-ին։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իշխանությունից հրաժարվել։ Եթե պատրաստ չլինի, մենք պատրաստ ենք հետագա զարգացումների։ Այդ հարցն էի ուզում տալ։ Ինչի է պատրաստ ուժեղ Հայաստան դաշինքը իրեն վստահված մարդկանց քվեն ոչ թե չկորցնելու, այլ այդ հավատը արդեն, հա, որ ձայնը տվել են, հավատը չկորցնելու եւ այդ քվեին
տեր կանգնելու համար։ Մենք պատրաստ ենք ու հետևողական ենք լինելու մեզ տված քվեին տեր կանգնելու ուղղությամբ։ Դուք բացառում եք այնպիսի սցենարներ, որ կարող է նույնիսկ փողոց մարդիկ դուրս գան, թե նաև այդ սցենարն էլ կարելի է դիտարկել։ Կախված է այս իշխանության ռիսկայնության աստիճանից, բայց ես լիահույս եմ, որ իրենք տես ճակատագրական քայլերի չեն դիմի ու չեն դելեգիտիմացնի Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացը, որովհետև դրա վրա այլևս որևէ միջազգային կառույց աչք չի կարողանա փակել։ Միջազգային կառույցները այրթել են, որ համարյա կարմիր լույս են իրանց հանդեպ վառել, որովհետև գրանցում են ամենին, ինչ իրենք անում են։ Ու իսկ եթե գնան արդեն ծայրահեղ քայլերի, այդ ծայրահեղ քայլերին գնահատականներ են հնչեցվելու, ասեմ, հա, յուրաքանչյուր պետության լեգիտիմության, իրավականության ու ժողովրդավարության աստիճանը առաջին հերթին որոշվում է տվյալ երկրում անցկացվող ընտրությունների որակով։ Ես ինքս արձանագրել եմ, որ խախտումներ թույլ է տալիս այս իշխանությունը, ու ելի ինձ համար սպասել են խախտումներ։ Օրինակ արդեն սա ծայրահեղ վտանգավոր քայլ է, երբ մարդիկ իրավական process-ով անցել են, որպեսզի հաշվառվեն ու ցուցակում ընդգրկված չեն։ Ունենք ցուցակում վերջին հրապարակված կրկնվող անուններ, ունենք ավելի շատ, ես էլի միգրացիա դիմել եմ, դեռ արձագանք չեմ ստացել, վեր ենք հանել 1000-ից ավել հասցե, որտեղ ընդհուպ մինչև մի հասցեի վրա 303 մարդ է հաշվառված։ Այս ամենը պետք է բացատրվի եւ մենք փորձում ենք իհարկե այդ անուղղակի միջամտությունները կանխարգելել, հա, որոնք հնարավոր մեխանիզմներ են ընտրական գործընթացը, իրավական գործընթացը շրջանցելու։ Բայց բնականաբար մեր առաջնահերթությունը այս մեխանիզմների, որ իրականացնում ենք, որ հետևողականություն ենք դրսևորում, առաջնահերթությունը դա ընտրական գործընթացի օրինականության երաշխավորումն է ու ամենակարևորը քաղաքացու կողմից մեզ տրված վստահության քվեի հետևից գնալն է, որովհետև յուրաքանչյուր ձայնը դա ճակատագրական կարող է լինել։ Ինչու ենք ասում գնա ընտրության, որովհետև եթե դու չես գնում ընտրության, դու քո ձայնը տալիս ես Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է ժողովրդյան, որ դուք չգնաք ընտրության։ Շատերը կան ասում են, հա հիմա ինձ կախված չի լինելու, գնամ չգնամ, երբ որ դու չես գնում ընտրության, քո ճակատագիրը, քո կյանքի կազմակերպումը, կյանքիդ որակը որոշում է այն մարդը, ով գնում է ընտրության։ Այո, քո մեկ ձայնը կարող է ճակատագրական լինել մեկ մանդատի բաշխման հարցում, որովհետև այնտեղ բանաձև է ձայների քանակով ներ են դրվում, տոկոսներով, բանաձևերով հաշվարկվում են մանդատներ։ Ամեն մարդու ձայնը կարող է լինել ճակատագրական ընդհանուր իշխանության ձևավորման հարցում։ Ամփոփենք մեր զրույցը, դուք վստահություն հայտնեցիք, որ միջազգային կառույցները ամեն դեպքում արձագանք կունենան։ Այստեղ կուզենամ հիշեցնել Դոնալդ Թրամփի, Եվրամիության անդամ երկրների, մասնավորապես այն, որ այստեղ գագաթնաժողով անցկացվեց, ներողություն, բայց նույնիսկ Թուրքիայի կողմից վերջերս տեղի ունեցավ Էրդողանի եւ Փաշինյանի հեռախոսազրույցը, իրենց աջակցությունն են ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին։ Հիմա եթե կամ Միացյալ Նահանգների նման գերտերության աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, այդ դեպքում միջազգային որևէ կառույցից ակնկալիքներ կարող ենք ունենալ։ Նախ շատ հետաքրքիր թվարկում արեցիք, ելի նշեմ, արդյոք սա հիբրիդային միջամտություն չէ։ Որովհետև դուրս է գալիս, որ օտար երկրների ղեկավարները միջամտում են մեր ներքին գործին։ Արդյոք սա ինքնիշխանության խաթարում չէ։ Կրկին եմ ասում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարող է ձևավորել ու ընտրել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Արդյոք սա միջամտություն չի քաղաքացու կամքի նկատմամբ։ Հենց սա ենք մենք փորձում կանխարգելենք, բայց կրկին ասում եմ, եթե իրենք այդ փախտորոշիչ քայլին գնացին էական խախտումներ անելու ուղղությամբ, բնականաբար դա արդյունքների վրա ազդեցություն ունենալու է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, ես զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի հետ։